Բարի լույս, եթերում առավոտը շանթումն է։ Доброе утро. Я отныне буду вести утро на шанте на русском языке. Իսկ ինչու այդպես По որոշվել։ просьбе тибетского Далай-ламы. Բոլորի ապրիլի 1-ը շնորհավոր։ Այո, այսօր խաղարկել եք ուղի եթերում երկու երազմակնիշի ավտոմեքենա։ Գոնե ասեք Տեսլա։ Տեսլա ում ապետ։ Ում ապետ Տեսլա երազ, իհարկե, հին երազներից ամենահին։ Դե իսկապես, ինչ տոնական օր է, ապրիլյան, լսի, երեք ուր է իրեն 10 րոպեվա ընթացքում, որ քաղաքը ցնցվեց եւ դառավ Վենեցիա։ Եթերում էի առավոտը, չէ՞ դա։ Որտեւ ես երբ դուրս եկա, արդեն Վենեցիա էր։ Եթերից հետո էր։ Այո։ 12-ից 1-ն էր այդ։ Կարծում եմ դեռ շատ հեռուստաընկերություններ, որովհետեւ այդ ընթացքը ես չեմ տեսել, բայց երբ դուրս եկա, արդեն ինչպես նշեցիր, ինձ զգացի Վենեցիայում։ Բայց ասենք, որ այսօր Անդրեև չի լինելու, սա իսկապես հումոր չի, այլ լիարժեք կարող ենք ասել, որ այսօր շատ լավ եղանակ է լինելու, տաք է լինելու, այնպես որ կարող եք զբոսնել եւ վայելել գարնան հիանալի եղանակը։ Ծիծաղի հումորի եւ իրար խաբելու լավ իմաստով, բարի իմաստով խաբելու օրն է, այսօր ոչ մի նախընտրական ուրեմն խաբեություններ տեղի չի ունենալու ցենելս, մարդիկ ուղղակի իրար հետ կատակներ են անելու եւ հուսանք, որ այդ կատակները կավարտվեն շատ լավ։ Այո, շատ լավ։ Կատակը գիտեք ինչով է լավ, որ համ սկիզբն է լավ, համ մեջտեղ, համ վերջը, դա կարեւոր է։ Այո։ Շարունակենք մեր եթերը եւ ասենք, որ այսօր ծնվել է Խորեն Աբրահամյանը։ Շնորհավորում ենք։ Այո։ Սերգեյ Ռախմանինովը, Գևորգ Ջահուկյանը, լեզվաբան Մովսես Երազին ու էլի շատ տաղանդավոր մարդիկ։ Շնորհավորում ենք բոլորին։ Ինձ թվում է, որ Դանիիլ Մակուրդումովին կարող ենք շնորհավորել, որը այսօր է ծնվել հիանալի անձնավորություն, իզուր չէ, որ Սերգեյ Ռախմանինովի հետ է ծնվել նույն օրը, նրանք ունեն մեկ երաժշտական ճաշակ, Սերգեյ Ռախմանինովը եւ Դանիիլ Մակուրդումովը։ Այսօր ունենալու ենք հիանալի հյուրեր ու ճամփորդություններ, ինչպես միշտ, լավ գարնանային բացահայտումներ, լավ գարնանային տրամադրություն, խորհուրդներ ենք ձեզ տալու խելացի եւ իհարկե կատակներ են լինելու, պատրաստ եղեք ամեն ինչին, այն ամեն ինչին, ինչին սովորաբար պատրաստ եք լինում, երբ որ միացնում եք շանթը։ Բայց ապրիլի 1-ն է։ Հիշեք միջև։ Գնանք լսենք լավ երաժշտություն։ Իմիջիայլոց ասենք նաեւ սա կատակ չէ, որ Եվրոպան արդեն անցել է ամառային ժամերի, դա նշանակում է, որ ֆուտբոլասերները օրինակ 1 ժամ ավել են քնելու, որտեղ բոլոր եվրոպական ֆուտբոլային խաղերը մեզ համար սկսում են 1 ժամ ավելի շուտ։ Սա շատ լավ նորություն է բոլոր ֆուտբոլասերների համար։ Երաժշտություն շանթի եթերում ով է։ Ով է երգելու։ Ինչ ես գուշակում։ Ես չեմ։ Չեմ կարող ասել ով է։ Շատ ծիծաղալի կլեր, եթե Նելին լինի մեր եթերում, նաև որպես տեսահոլովակի հերոսուհի։ Մնացեք մեզ հետ։ Միգուցե շատերին թված, որ Նելին չկար հոլովակում, կար են հետևի պլանի են։ Շատ սիրուն աղջիկներ։ Շենքերի մեջից մեկի գեղեցկուհին էր։ Так, ինչ կա, ինչ նորություններ ունես։ Ինչ նորություններ ունեմ։ Ես ի սկզբանե նշեցի, որ լինելու է շատ լավ եղանակ, այնպես որ կարող ենք բոլորս նաև լվացք անել եւ լվացքը փռել դրսում։ Եվ չվախենալով, որ նա կթրջվի։ Այո, հատկապես, որ մեր հովանավորն է Stark ապրանքանիշը, որը ներկայացնում է Stark լվացքի թերթիկները։ Տադամ։ Սա հիանալի այլընտրանք է ծանր տուփերով լվացքի փոշիներին ու գելերին։ Թերթիկներն ապահովում են խորը մաքրություն, ինչպես գունավոր, այնպես է սպիտակ հագուստի համար, առանց լրացուցիչ սպիտակեցնող եւ փափկեցնող նյութերի։ Stark լվացքի թերթիկները ամբողջովին լուծվում են ջրում, եթե անգամ այն սառն է։ Հարմար են նաեւ ձեռքի լվացման համար։ Չեն պարունակում ֆոսֆատներ եւ պարաբեններ, էկոլոգիապես մաքուր եւ կենսաքայքայվող են։ Նորարարություն, որը կլավացնի լվացքի որակը, չի փչացնի հագուստը, կխնայի ջուրը եւ էլեկտրականությունը։ Պարզապես տեղադրեք այն թերթիկները լվացքի մեքենայի թմբուկի մեջ եւ վերջ։ Թերթիկների օգտագործման ուղեցույցը հենց տուփի վրա է։ Գնումների համար կարող եք զանգահարել 044 84 8101 հեռախոսահամարով։ Գոր տեսնում ես, սա ես եմ։ Սա ես եմ, տեսնում ես։ Ապշած նայում է։ Ես արդեն տանը լվացք եմ անում, գոր։ Ոնց է նման տելևիզորի մեջ։ Տեսնում ես, ես կարող եմ եւ այստեղ եւ այնտեղ։ Հա, բայց կարելի է ինձ նկարել, օրինակ ավելի։ Իսկ դուք լվացք լավ եք անում, գոր։ Ոչ։ Դե տեսնում ես, ես լավ եմ անում։ Դրա համար ինձ են նկարել։ Բայց հիմա արդեն լավ եմ անում, քանի որ կան այս Stark
Փաթիլները։ Այո, պիտի ասեմ, որ շատ հեշտ էր իրեպ ասեմ լվացկանելը հենց այս նյութով ստարկով, եւ պիտի ասեմ, որ այնքան լավ բույր ուներ գոր, երբ բացում ես լվացքի մեքենան, այսպես ամբողջ տանը տարածվում էր այս հիանալի բույրը։ Սիրելի տղամարդիկ, կարող եք սրանց գնել, ուղղակի ձեր ավտոմեքենայում տեղադրել, էլի։ Հոտը շատ լավն է, այո, հիանալի է։ Ուտելու հոտը։ Այնպես որ սա նորարարություն է, շատ հիանալի լվացքի փոշի է, որը կարող է արդեն փոխարինել մեր իմացած մնացած բոլոր լվացքի թերթիկներ, որոնք կփոխարինեն լվացքի փոշուն։ Դե ինչ, իսկ հիմա ստերեոտիպի անցնենք եղանակային պայմանների ծանոթության կամ կանխատեսմանը, այսօր անձև չի լինելու։ Չի լինելու, լվացք անելու ենք հաստատ։ Ոչ, սա կատակ չէ, սա իրականություն է։ Իսկ հիմա խոսենք եղանակի մասին։ Օդերևութաբաններն ասում են, որ ապրիլի 2-ից 4-ը օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև։ Ապրիլի 1-ին սպասվում է գող առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը կնվազի 4-ից 5 աստիճանով։ Այնուհետև կփոխվի եւ էապես չի փոխվի, դիտենք եղանակի տեսությունը, տեսնենք թե ինչ է սպասում էր առաջիկա օրերին։ Բայց կամաց ամեն ինչ գնալու է դեպի արևային եւ հիանալի եղանակ։ Գարուն, պարավի ուլերը հուսանք, որ արդեն վերջ չեն սատկի այս տարի։ Մնացեք մեզ հետ եղանակի տեսություն։ Վերադարձանք գովազդից հետո եւ ըստ երևույթի այս գովազդի ընթացքում ձեզանից ինչ որ մեկը գնացել է սուրճ եփելու։ Այո, մենք բոլորը սուրճ շատ ենք սիրում։ Գոր օրինակ դու սիրում ես սուրճ խմել հենց առավոտյան, երբ առաջին աչքերդ բացում ես։ Ոչ, ես այդպես չեմ անում։ Իրականում ես սիրում եմ սուրճ ըմպել ոչ առավոտյան։ Ես առավոտյան առանց սուրճի կարողանում եմ արթնանալ եւ գիտեմ, որ չի կարելի սուրճ ըմպել, երբ որ քաղցած ես։ Ես հիմա քեզ կպատմեմ եւ կարդամ, թե ինչ է սպասում այն մարդկանց, ովքեր առավոտյան դեռ ոչ մի բան չկերած, այո, խմում են սուրճ, քաղցած, այո։ Եվ այսպես, սուրճ մի խմեք առավոտյան, սոված փորին, քանի որ այն խթանում է կորտիզոլի արտադրությունը եւ դատարկ ստամոքսին սուրճ խմելը կարող է ավելի մեծացնել այն, ինչը կարող է հանգեցնել ստրեսի, նյարդայնության, անհանգստության, իսկ ժամանակի ընթացքում կորտիզոլի չափազանց մեծ քանակությունը կարող է փոխել ձեր նյութափոխանակությունը եւ ազդել քնի վրա։ Դատարկ ստամոքսին սուրճ խմելը կարող է բարձրացնել ստամոքսի թթվայնությունը։ Հետևանքում կունենա գաստրիտ ու այլ հիվանդություններ։ Սոված ստամոքսին սուրճ խմելը կարող է նաեւ փոխել արյան շաքարի մակարդակը, այնպես որ սուրճը խմեք նախաճաշից հետո կամ նախաճաշի ընթացքում։ Սիրելիներս, կարճ ասած, մի բան կերեք, գոնե մեկ բանան, կնձոր, հետո նոր անցեք սուրճին լավ տրամադրություն ունենալու համար։ Իմիջիալոց, եթե խոսում ենք սուրճից, անցնենք նաև սրճարաններին, որտեղ որ վաճառում են հենց միայն սուրճ։ Պատկերացրեք, մեր հայցի համար սրճարանը ինչ է, որ գնաս այնտեղ ձվածեղով պոմիդոր ուտես օրինակ, չգիտեմ ինչ անես, բայց դրսում կան իմիջիալոց, հիմա Հայաստանում է արդեն կան, Երևանում կան մի քանի այդպիսի լաբորատորիաներ, որտեղ որ միայն սուրճ են ըմպում, եւ փաստորեն կա նաեւ
այսպիսի աղյուսակ, որտեղ որ ամեն տարի մարդիկ մասնագետները որոշում են, թե աշխարհի ամենալավ սուրճ եփող սրճարանը որն է, եւ այս տարի փաստորեն դա Սիդնեյում գտնվող ուրեմն սրճարանն է։ Եթե հանկարծ գնաք Ավստրալիա, ով ունենք ծանոթ, Վիկ Դարչինյանը, Ավստրալիայում։ Մաշա Մնջոյանը։ Մաշա Մնջոյանն էլ է, ճիշտ է այնտեղ։ Կոստյա Ձուն, Ռասել Կրոուն, վերջը, բոլոր ծանոթները, որ Սիդնեյում բնակվում են, կարող են գնալ եւ այցելել Սիդնեյի սրճարան, որը կոչվում է Sydney Tobis Estate Coffee Roasters։ Այդ անունը միջև ասել ուր ես գնում, պետք է ասել Sydney Tobis Estate Coffee Roasters։ Աշխարհի լավագույն սրճարաններից մեկն է այն։ Լավագույնն է։ Լավագույնն է, այո, վարկանիշային աղյուսակում, որը ավստրալիական է, ինչպես նշեցիր, բայց կան եւս մի քանիսը, որոնց մասին եկմա կփորձենք ավելի մանրամասներ։ Գոր հաջորդը որն է։ Երկրորդ տեղում Մելբուրնի սրճարանն է, որը որ միջև այդ առաջին տեղում էր, որը կոչվում է ուրեմն, չգիտեմ ինչպես է կոչվում, ըստ երևույթի Մելբուրնի լավագույն, չգիտեմ ինչ սրճարան, հետո գալիս է արդեն Արկանզասի Onyx Coffee Lab-ը, Vienna-ի Gota Coffee, այդ Vienna-ում ես եղել եմ։ Իմիջ այլոց այնտեղի ամենահամեղ կոֆեն տալիս էին այսպիսի փոքրիկ բաժակների մեջ եւ կարծես թե մեկում էր դա, բայց այդ մեկումը խմումը 3 օր չէր կարող քնել։ Եւ ինչ համ ուներ Գոր։ Լսի, իրականում շատ հետաքրքիր համ ուներ, որտեվ դու սկզբից մեկ համ ես զգում, հետո երկրորդը, հետո նոր գալիս է երրորդը Postlevkusian, այսպես ասած։ Ասեմ ավելին, որ օրինակ կոֆեի մասնագետները ասում են, որ այդ էսպրեսոն, որը հա միջալոց ուրեմն կարող եք Մելբուրնի Proud Mary կոֆին է, Օսլոյի Tim van der Bolle եւ նաեւ այդ ցուցակում կան Սինգապուրի սրճարանները, Փարիզյան, Մալայզիա եւ Կոլումբիայի։ Եթե վերցնում եք էսպրեսո, ոչ թե էքսպրեսո, այլ էսպրեսո, քանի կում պետք է խմել։ Կարաս ասես, այդ բաժակը քանի կումով պետք է դու վերացնես։ 1 Ոչ, 3 Առաջինը միջև տակ, այն ամենապուչունները այո, բայց երբ որ դες տալիս են ամենապուչունը 1 կում է։ Այդքան էլ չես խալվեցի։ Դու պուչունի ետի։ Իսկ եթե դες տալիս են այսպիսի գավաթով էսպրեսո, պետք է առաջին կումը շատ կարճ, որտեղ դեռ տակ է, քիմքը բացվում է, փաստորեն արթնանում է եւ պատրաստ է արդեն երկրորդ կումին, որը որ ամենամեծն է լինում։ Երկրորդը, դրանց հետո սուրճը ուրեմն պահում եք ձեր բերանի մեջ։ Խորոչի մեջ, որ բացվեն մնացած բոլոր բուրմունքները։ Հետո այն փոքրիկ արդեն խմում եք ու երազում եք երկրորդ գավաթի մասին։ Այսպիսի բան է։ Ես առաջարկում եմ այսօր գնալ մի լավ տեղ եւ սուրճ խմենք Գոր։ Այո, կարելի է գնալ եւ միջալից ասեմ, եթե դուք արաբիկա սուրճի սիրահար եք, պատրաստվեք ել ավելի մեծ գումարներ ծախսել, որովհետեւ 40%-ով թանկացել է արաբիկայի սուրճը Լոնդոնի բորսայում։ Ըստ երևույթի նաև թանկացել է կակաոն, շոկոլադը, կյանքը թանկացել է։ Միակ անվճար ուրախություն մնացել է Շանթ առավոտում, սիրելի զարգից կարող եք նայել եւ վայելել։ Ինչ ենք անում հիմա։ Ինչ ենք անում հիմա։ Գովազդ ենք գնում դիտելու։ Այո, գնում ենք գովազդ դիտելու եւ հետո պիտի հյուրընկալենք մեր տաղավար շատ սպասված հյուրերի։ Եվ կհարցնենք սիրում են սուրճ թե ոչ։ Որը թանկացել է 40%-ով։ Մնացեք մեզ հետ։ Վերադարձանք գովազդից հետո եւ շարունակում ենք մեր այսօրվա ուրախ եւ զվարճալի եթերը։ Նա հասնում է օգնության, հենց ահազանգը հնչում է։ Չի ընկրկում, երբ իրադրությունը շատ ծանր է լինում, անգամ մեր տաղավարում է ավագ հրշեջ, ավագ սերժանտ Նարինե Գեղամյանն ու կանանց միամսյակի առիթով մենք հյուրընկալում ենք հետաքրքիր մասնագիտություններ ունեցող կանանց։ Բարի առավոտ։ Բարև ձեզ Նարինե։ Բարև ձեզ։ Այսօր ապրիլի 1-ն է, ինչ որ կատակներ արել եք արդեն։ Դեռ ոչ։ Ահազանգեր չեք ստացել, որ ինչ-որ միտեղ կրակ է։ Այդպես ահազանգեր չի կար։ Դուք իրական հրշեջ եք։ Այո, ես հրշեջ փրկարար եմ։ Հրշեջ փրկարար։ Սուրճ սիրում եք այդ հարցը դիտանք մոռացա։ Ոչ, երբևիցե չեմ օգտագործել։ Երբևիցե չեք օգտագործել։ Փորձած չկա սուրճ։ Ավանդական սուրճեր չեք։ Ոչ մի տեսակի սուրճ օգտագործած չկա։ Բայց որ գնաք Վիեննա օրինակ, ինչ որ մրցույթների կարող եք այնտեղ կամ Սիդնեյ։ Ինչպես ընտրեցիք այս ոչ կարծես թե մեր ուղեղում չտեղավորվող դեռ կարծրատիպային մեր ուղեղում չտեղավոր ոչ կանանցի մասնագիտություն, այո։ Ուրեմն այսպես ես աշխատում եմ մանկապարտեզի տնօրեն
Արդեն շատ լավ եք սկսել նա։ Неожиданный поворот։ Եղբայրներս ծառայում են որպես հրշեջ փրկարարներ, անընդհատ տեսնելով իրենց աշխատանքը շատ էի սիրում, նաև ասեմ, որ ես սպորտի վարպետ եմ, ունեմ Սևգոտի 3-րդ դան որակավորում։ Այդ ուժային մասը ինչ կարատե դո կարատեի Սևգոտի 3-րդ դան Գիտեք, չէ՞ որ որակավորում։ եթե կինդ ունի Սևգոտի կարատե, ուրեմն դուք ունեք ամուր ընտանիք։ Ամուսինը հարթուկել է իմանում, ճաշ պատրաստել։ Իսկ ինչի արդյունքում է դա Պաները չի, տեղի այստեղ այնտեղ։ Վախենում է իրանց սխալ պահելու։ Չի վախենում, հայտնի։ Գոտին եւ Այդպես անընդհատ միակ Հայաստանի միակ մանկապարտեզի տնօրենն է, որ ունի 3-րդ դան Սևգոտի կարատե։ Եվ հետո մասնակիցը փոխեց։ Երեխաները բոլորը միշտ այս։ Տակ եւ Այդպես եղբայրներս որ գնում էին կանչի, ես մեքենայի վարում, միշտ իրանց հետևից գնում էի նայում այդ փրկարարական աշխատանքները։ մանկապարտեզը։ Դե երեկոյան, Հա, ազատորեն։ Ազատորեն, հասկացա։ Եվ Այդպես շատ էի սիրում, որ ուժային մասն էլ դա ինձ լավ էր։ Այդպես մեկ-մեկ գնում էի իրանց հետ այդ պարանային աշխատանքներին էի մասնակցում, մի օր էլ որոշեցի, որ վերջ։ Պարապմունքներին եք մասնակցում։ Այո, մի օր էլ որոշեցի, որ ես պետքա անձամբ մասնակցեմ այդ ամեն ինչին։ Բա մանկապարտեզի երեխաները չեն ասում ձեզ, ընկերնարին է, բան չէ, գնում Հետքի գրականություն է։ Չէ, բայց ես էլ էր շատ լավ տարբերակ, էլի նույն աշխատանքն է, էլի մարդկանց օգնում ես, չգիտեմ, ինքը էլի մեծ աշխատանք է ստանում մարդկանց, քաղաքի, պետության համար։ Դուք եկաք դիմում գրեցիք եւ Այո։ ինչ փորձություններ անցաք, ինչպես են։ Այո, երամսյա փորձությունները անցա, 3 ամիս պետքա վերապատրաստվես, դե բարձրագույն կրթություն ունեի։ Այդպես առաջին իսկ օրվանից անցել եմ հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների։ Այո, ես առաջին կինն եմ, ով 911 ծառայությունում ընդունվեց որպես հրշեջ փրկարար։ Դուք առաջին Այո, ես առաջին կին հրշեջն եք Հայաստանում։ հրշեջն եմ Հայաստանում։ Բրավո։ Նարնե, ինչ խնդիրների հետ եք առնչվել, ինչ բարդություններ, որովհետև սա մի տեսակ այսպես շատ տղամարդկային գործ է, հա, թե շուտ կողմնորոշվելը, թե այդքան կրակների մեջ չվախենալ ու փորձել հանգցնելը, Կրակների մեջ չգիտեմ, բայց ինձ թվում է կանայք ավելի շուտ են կողմնորոշում։ Անկեղծ ասած։ Անկեղծ ասած կողմնորոշման պահը լավ է ստացվում, բայց լինում են խնդիրներ, որ վնասվածքներ ենք ստանում, չգիտեմ, ծխահարվում ենք, բայց այդ ժամանակ, այդ գործողության ժամանակ ոչ մի բան դու չես տեսնում, չգիտես ինչ ես անում, փորձում ես հնարավորինս քաղաքացում կամ չգիտեմ, հա, կամ ինչ որ մի կարևորագույն օբյեկտի օգնություն ցուցաբերես, դրանից հետո որ արդեն հետ ես վերադառնում, նոր հասկանում ես, որ վնասվածք էլ ունես, դժվարություններ էլ կար, բայց հաղթահարելի է, որտեվ ես անկեղծ եմ ասում, շատ եմ սիրում այս աշխատանքը։ Նարինե, բացի ձեզանից կան էլի կին հրշեջների սպահին, թե դեռ ոչ, թե դուք համառաջին եք համիակը։ Իմ կարծիքով համառաջինն եմ համիակը։ Հա, դեռ։ Իսկ Բայց վստահ եմ, որ ձեր փորձով վարակելու եք շատ-շատերի։ Դե հիմա իրականում շատ դեպքերում չեն է տեսնում, որտեղ դուք համազգեստով եք, այո, եւ նկատի շատ ժամանակներ ապերես կանես, ապերեն կանես, հետո որ անում եմ արտական համազգեստը, վայ կներեք։ Իսկ ներողություն, իսկ երբ որ ինչ որ դեպք կա լինում, մոնական ձեր ծառայությունը ինչպես է տեղի ունենում, դուք ժամեր ունեք հատուկ ծառայության։ Ուրեմն այսպես, մեր ծառայությունը ամեն 4-րդ օրն է, մենք հերթապահություն ենք, Եթե հերթապահության մեջ դուք եք եւ դեպք է պատահել, դուք տղաների հետ գնում եք, ոչ մեկ չի ասում, նայ դու աղջիկ ես, մնաս տեղ հեռախոսի վրա կամ չգիտեմ։ Ոչ մի տեսակի կանչի, ինձ ոչ մեկ չի ասում։ Ես երբևիցե հեռախոսի սենյակ չեմ մտել։ Ես հենց հրշեջ փրկարար եմ։ Տղաների հետ կանչը ստանալուն պես հագնում եմ մարտական համազգեստս եւ միանում եմ անձնակազմից։ Բոլորին հետաքրքրում է այս հարցը։ Բացի Նելից, Նելին դրա մասին չի մտածում։ Ինչ են անում հրշեջները, երբ որ հրշեջներ չկան, ինչ են անում։ Նարդ են խաղում, քարտ են խաղում։ Եթե կանչը չունենք, կանչը չունենք, այո, ձեր ծառայության եք, հերթապահություն։ Հետաքրքրում է այդ հարցը։ Այո, հետաքրքրում։ Ուրեմն այսպես, մենք օրակարգ ունենք, այնտեղ մենք վերապատրաստվում ենք սպորտային վարժություններով, դասեր ենք անում օրակարգով։ Եթե կանչեր չունենք, օրակարգին պետքա հետևենք։ Բա եթե հոգնեք արդեն, հոգնած լինեք, թե չկա տենց որ հանգիստ նստած սպասում։ Հանգստի ժամեր էլ ունենք։ Եթե հանգստի ժամը, ուրեմն կարող ենք հանգստանալ, բայց մենք քանի որ սպասարկում ենք կենտրոն բաժինը, հիմնականում կանչերի մեջ ենք լինում։ Եվ պետք է պարզաբանել, որ ձեզ կանչում են ոչ միայն հրշեջների ժամանակ, դուռը փակվեց, չգիտեմ,
Փրկարարական եւ հրդեհաշիջմանը վերելակների մարդ մնաց, փիսիկը ծառի վրա է եւ այլն։ Ինչ որ զվարճալի դեպքեր կարող եք հիշել։ Զվարճալի թռչուններ, այո, թռչունները իրար հետ սիրուն նստել էին լարի վրա, մեզ ահազանգ են տվել, հասել են կանչի վայր, 30 սանդուղքը բացել ենք, որ մոտենանք, ու հրշեջներից մեկը հենց մոտենում է, թռչունները թռնում են։ Իսկ թռչունները թող նստեին, ինչ պիտի լիներ։ Ասում են երևի սառել են կամ ինչ-որ մի բան ապատա, իջացրեք։ Դուք սիրահարված թռչուններ։ Իջացրեք թռչուններն են, մոտենում ենք, այտենց հաստատվում։ Էլի հետաքրքիր կանչեր լինում է։ Որն է ամենատարածված կանչը։ Ամենատարածված կանչը այսօր Հայաստանում իմ կարծիքով դա օգնություն քաղաքացուն է, որը մոտեցնում ենք շտապ օգնության մեքենային քաղաքացիներին, տարեցներին կամ լուրջ վնասված ստացած անձանց։ Հիմնականում դա է եւ վթարները։ Նելի, շատ կարևոր եւ լուրջ լրջագույն հարցերից մեկը։ Գիտենք, որ մեր քաղաքում խցանումները անպակաս են։ Գիտենք, որ կայանը տեղի այդ մեքենաները կանգնած են այնպես եւ բակերում եւ բակերից դուրս, որ շատ դեպքերում հրշեջները պարզապես ֆիզիկապես չեն կարող անգամ հասնել։ Այդ խնդիրի լուծում գոյություն ունի, օրինակ ինչ եք մտածում դուք որպես արհեստավարժ մարդ, որը որ այստեղ։ Ես հիմա անգամ, չգիտեմ, այն հին բակերը, որ մտնում ես, փոքր մեքենան հազիվ կամած, չգիտեմ, խազելով եւ այլն, բայց հերշեջ մեծ մեքենան ոնց պետք է մտնի եւ կյանք փրկի։ Ինչ է պետք անել եւ ինչ չի արվում։ Նախ եւ առաջ շատ լավ հարց տվեցիք, ուզում եմ եթերից շնորհակալություն հայտնել մեր Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, որովհետեւ 2015 թվականից ծառայում եմ այս ոլորտում, ամեն տարի այդ մոտեցումը շատ դրականի է գնում, եթե մեր մեքենայի ազդանշանը միացրած գնում ենք, հնարավորինս ճանապարհ են մեզ տալիս, նաեւ մենք ունենք փոքր չափի մեքենաներ, ունենք այդտեղ 1 տոննայանոց մեքենա, 3.5 տոննայանոց եւ 10 տոննայանոց։ Եթե հասկանում ենք, որ այդ բակ չի կարա այդ մեծ մեքենան մտնի, նենց ենք կարգավորում, որ այդ փոքրը մտնի, բայց մեծ մեքենայով մենք օժանդակություն ենք տալիս իրան։ Այտենց կարողանում ենք այդ հարցը կարգավորել։ Իսկ այն Նելի, քեզ չեմ թողում խոսած։ Ես ասեմ, այն ամերիկյան ֆիլմերում, որ մենք տեսնում ենք պարբերաբար, այնտեղ բոլոր կարծես թե չգիտեմ, խաչմերուկը մեկ այսպիսի բաներ կան։ Ծորակներ կան, այ որտեղից որ ջուրը։ Մեզ մոտ կա այդպիսի բաներ։ Արդեն կա։ Արդեն բակեր ունենք, նորակառույց շինություններ ունենք, որոնց բակերում արդեն կան։ Այսինքն դա պարտադիր է եւ կարեւոր։ Վերջին տարիներին շատ կարևորություն են տալիս, որ շենքերում, ավելի մեծ վայրերում, որտեղ որ միգուցե առևտուր է տեղի ունենում եւ այլն, որ պահպանեն բոլոր կանոնները, հա, որոնցից զերծ մնան, այո, անվտանգության կանոնները։ Արդյոք սա օգնում է ավելի զերծ մնալ այդ մեծ հրդեհներից։ Այո, բնականաբար օգնում է։ Նաեւ այդ տեղեկատվության մասն է օգնում, մենք ինչքան տեղեկատված լինենք, թե հրդեհի, թե, չգիտեմ, արտակարգ իրավիճակից, ավելի շուտ կկողմնորոշենք, ավելի լավ կկարողանանք այդ իրավիճակից դուրս գալ։ Շուտով գալիս է ամառը եւ լինելու է շոկ, մարդիկ նորից գնալու են քաղաքից դուրս պիկնիկների, հիմար մարդիկ ծխելու են եւ ծխախոտը չհանգցրած գցելու են էլի խոտերի մեջ եւ այլն եւ այլն։ Դրա հետ ինչ ան, պարզապես ուղղակի պետք է շատ ավելի խոսել դրա մասին, թե տուգանել շատ ավելի շատ, մարդիկ հասկանան, որ եթե անտառը վնասվում է, մեծ գումարներ պետք է վճարել եւ այլն, ինչ անենք լավ։ Այդ մասով էլ է բավականին մեծ փոփոխություններ եղել մեզ մոտ, այո։ Ինչ լավատես։ Այն ժամանակ, օրինակ, շատ ավելի, ես 2015 թվականից եմ ծառայում, ավելի շատ էր լինում այդ անտառային հրդեհները, բայց ամեն տարի դա չանում է։ Անտառ չմնաց, թե ինչ։ Չէ, իսկապես։ Չէ, իսկապես մարդիկ գիտակցաբար են մոտենում այդ ամեն ինչին, այդ թեկուզ այդ իրենց պիկնիկից հետո այդ աղբը հավաքել, որ այո, տեղադրել այնպիսի վայրերում, որ հետո խնդիր չի առաջացնի, այդ ապակիները դեն նետելու պահը, որ ինքը կարող է արևի ճառագայթներից հետո սկսի էլի հրդեհի արդյունք դառնալ, բավականին մեծ փոփոխություններ կա, բայց դե ամեն դեպքում ինչքան ամառը մոտենում է, այնքան հրդեհները ավելի շատանում է։ Ինչ երազանքներ ունի Նարինեն, չգիտեմ, ինչ դառնաք
Փրկարար ծառայության պետ, կա այդպիսի երազանք, կամ այն ձգտումը որ Նարինեն ունի, տես որտեղից եկել է ուր է հասել։ Հիմա հասել է, հետո հաջորդ քայլը որն է, հաջորդ քայլը։ Անկեղծ ասած, հիմա իմ երազանքները բոլորը նախ իրականացրել եմ ես։ Շատ եմ սիրում այս աշխատանքը, դրա համար այդ պետ, չգիտեմ ինչ, այդքան էլ չէի ուզենա, որովհետև հենց ուզում եմ մասնակցել կանչերին, այո, գործողություններ իրականացնել, բայց այո, ինչու ոչ, միգուցե եւ ավելի բարձր պաշտոնների ձգտեմ։ Իսկ լարվածությունը տարիների ընթացքում արդեն այսպես հավասարակշռության եկել է, այսինքն երբ մենք օրինակ որ անցնում ենք ինչ-որ մի տեղով եւ տեսնում ենք որ ինչ-որ կրակ է վառում, արդեն իսկ պանիկա է սկսվում։ Ձեզ մոտ ինչպես է դա, կարողանում եք ճիշտ կառավարել էմոցիաները։ Ժամանակի ընթացքում դա կարգավորվում է, դա, այո, դե ամեն տարի այդ փորձը ավելի քեզ օգնում է, որ շուտ դուրս գաս այդ իրավիճակից, բայց ասեմ, իմ մոտ շատ լավ է ստացվել, համ անձնակազմն է օգնել, որ շատ արագ ընտելանամ այս աշխատանքին, համ ես ձգտեցի, որովհետև իսկապես շատ սիրեցի իմ աշխատանքը։ Հետաքրքիր է, ինչ հետաքրքիր մասնագիտություններ կան, որոնք մարդիկ այսքան շատ սիրում են։ Ես անգամ մանկապարտեզի տնօրենի պաշտոնից դիմում չեմ գրել, որ ազատվեմ։ Միջև անդեղ եք դեռ։ Դեռ ոչ, բայց ես որ ասեցի արդեն ուզում եմ գնամ ծառայության մի խոսքով ես չեմ գնացել դիմում գրել, տենց որ արդեն անցա այս ծառայության ինքնստինքյան այդտեղից դուրս մնացի։ Մանես ձեր եղբայրները միջև ծառայում են։ Այո, իրար հետ եք։ Չէ, տարբեր տեղեր ենք աշխատում, բայց ծառայում են, այո։ Հասկացա։ Մի եղբայրս էլ ին վերադասնա։ Հասկացա։ Իսկ տարիքով ձեզանց մեծ է։ Այո, մեծ է։ Այսինքն տանն էլ եք լսում փոքր ժամանակ։ Մորաքրոջ երեխաներին, բայց ամեն դեպքում այո։ Այո։ Ձեզ մաղթում ենք բարի ծառայություն։ Թող միայն ցիտիկներին կամ փիսիկներին վերաբերող զանգեր ստանաք դուք։ Կամ տանը ինչ որ մնացած քնած մարդ լինի, դա դուռը բացեք, օքեյ։ Այո, այդպես էլ է շատ լինի։ Իմ հետ եղել է այդպեսի դեպք։ Մենք դա մոտավորապես 19 տարի առաջ էր, ես գործից ուշ գալիս եմ տուն, գիտեմ, որ տիկինս և պուչուրս, անուշս առաջնեկս դեռ փոքր էր, չեր է քայլում, գիտեմ, որ տունն է, դուռը ծեծում եմ, դուռը չեն բացում ու ինձ անդադ թվում է, որ երեխան դռան տակ է հենց լացում։ Այդտենց իմ մոտ արդեն պանիցկի ատականներ են սկսել, ինչ ասես մտքովս անցնում, վերջը դուռը համարյա ջարդում փշրում, չեմ կարում բացեմ, զանգում 911, շատ արագ գալիս են արձագանքում են, մի հատ էլ աղջիկ հոգեբան եկել է ինձ բացատրում է, որ այսպես չի լինում, ուրեմն 10-ից 9 դեպքում մարդիկ պարզապես քնած են եւ այլն, ես էլ արդեն դե չէ, բացեք արագ դուռը բացեք, կտրեք, չգիտեմ ինչ արեք, դու մի ասա այդ ընթացքում իրանք սենց վերևից իջնում են պատուհանը բացված էր նման ամառը գալիս են դուռը ներսից բացում են բոլորը քնած շատ ենք ունենում այդպիսի դեպք դրա համար ձեր ծառայությունը շատ եմ սիրում եւ շնորհավորում ենք ձեզ կանանց մեկամսյակի հետ կապված ես այնքան եմ սիրում որ կան մարդիկ որոնք որ կոտրում են կարծրատիպերը եւ Նարինեն հենց այդ մարդկանցից մեկն է որը կոտրել է այո կարծրատիպը որ հրշեջը պետք է լինի միայն տղամարդ եւս մեկ անգամ ամենալավ բանը ձեզ մաղթում ենք Եվ անցնում ենք առաջ։ Լավ կներ, որ օրինակ իմ մանկապարտեզի տնօրենը Նարինեի նման տնօրեն լիներ։ Ես գոր անդադ համոզում եմ, որ դուք մանկապարտեզից եկած տրավմաներ ունեք, որոնց հետ դեռ պետք է աշխատել, այո։ Մանկական տրավմաներ։ Երեք Լապկովսկին էի հանդիպել, իրանել եմ դրա մասին պատմի, Բարտույտների մասին։ Ինչ ասեց։ Ասեց, որ այ քո նման, ասեց պետք է դրանց հետ պայքարել։ Նարինե իսկ հաստատություն ասեցինք, հետո էլի հարցեր։ Բայց հարցերն այնքան շատ են, չեն կարողանում նայել դες տեսնացել։ Երբ որ եկաք դարձակ թիմի մի մաս, տղամարդիկ տենց բոլորը ասեցին, «Վա, ինչ լավ է, Նարինեն եկել է», թե կային մարդիկ, Չէ, սկզբից իրանց համար էլ էր, այո, նորություն էր, որովհետև այդտեղ կին չի աշխատել երբևիցե, բայց իսկապես շնորհակալ եմ 8-րդ հրշեջ փրկարարական ջոկատի բոլոր անձնակազմին, առաջին օրվանից շատ լավ են վերաբերվել, ընդունեցին, դրա համար իմ աշխատանքը ավելի լավ ու սահուն ստացվեց։ Հիանալի, մենք նույնպես ողջունում ենք բոլոր հրշեջներին։ 10 տարի արդեն փաստորեն։ Այո, 10 տարի է ծառայում։ 911 ծառայությունում։ 11 տարեկանից ծառայում է փաստորեն Նարինեն, արդեն 911 ծառայություն։ Լավ, մենք անցնենք գովազդ դիտելու, չնայած որ շատ ու շատ հարցեր ունենք, անդադ ուզում ենք խոսել Նարինեի հետ, սա մեզ համար էլ է նորություն, առաջին անգամ ենք մեր կյանքում տեսնում կին հրշեջ, ձեզ մաղթում ենք հաջողություններ, մենք անցնում ենք առաջ եւ դիտենք գովազդ Շանթի եթերում։ Մնացեք մեզ հետ։
Վերադարձանք գովազդից եւ շարունակում ենք մեր առավոտյան եթերը, այսօր ապրիլի 1-ն է եւ շատ դեպքերում մենք, այսինքն մենք միշտ կատակում ենք։ Նել իսկ դու ինչ ես մտածում, էլ որտեղ կանայք շատ քիչ են Հայաստանում։ Էլ որտեղ, օրինակ ես մասնագիտության մեջ ընդհանրապես չէի պատկերացնում, բայց հիանալի է։ Գոր, չգիտեմ էլ որ մասնագիտության մեջ, բայց արի փաստենք այն, որ իսկապես հիմա կանայք շատ կարևոր պաշտոններ են զբաղեցնում, շատ ոլորտներում են կայացած կանայք, որը ինձ համար շատ ողջունելի է եւ ընդհանրապես վախենալու չէ։ Ոչ մենք ես Զարայի համար էլ։ Զարայի համար էլ, շատ այսպես։ Ես էլ եմ ուրախ։ Ես օրինակ սիրում եմ, որ կոլեկտիվը որտեղ ես որ աշխատում եմ, կանայք ավելի շատ են քան տղամարդիկ։ Ինձ այդպես հարմար է, ինձ բոլորը սիրում են, չեն նեղացնում։ Երաժշտություն Շանթի եթերում, դուք էլ ոչ մեկ եմ, մի նեղացրեք, եթե անգամ ձեր կոլեկտիվում օրինակ կին չկա։ Մի նեղացրեք եւ վերջ։ Երաժշտություն Շանթի եթերում։ Ռոբի Վիլյամսը շնորհավորում է բոլորին ապրիլի 1-ի կապակցությամբ, միջայլոց չգիտեմ գիտեք թե չէ, Ռոբի Վիլյամսը ուրեմն Soccer 8 այդպիսի թիմի ավակն է եւ այդ թիմը խաղացել է 4 խաղ բարեգործական եւ այդ 4 խաղի ընթացքում Ռոբի Վիլյամսը եւ իր ընկերները այսքան գումար են վաստակել եւ տվել են բարեգործությունը 11.5 միլիոն ֆունտ ստերլինգ։ Իսկ ինչ բարեգործության։ Տարբեր UNICEF-ի շրջանակներում, տարբեր երկրներում, Լատինական Ամերիկայում, Աֆրիկայում աղքատ երկրների երեխաներին օգնում են նրանք։ Soccer 8, այսինքն այս մարդը ոչ միայն աշխարհի ամենահայտնի երգիչներից մեկն է, ոչ միայն ամենահարուստ երաժիշտներից մեկն է, այլ նաև ամենաբարի մարդկանցից մեկն է։ Եղեք Ռոբի Վիլյամսի նման։ Այո։ Իսկ մենք անցնենք առաջ, քանի որ աշխարհի լավագույն սրճարաններից այսօր արդեն առիթ ենք ունեցել խոսելու, եկեք պտտվենք աշխարհով եւ կանգ առնենք Աթենքում։ Այստեղ գուցե չկան լավագույն սրճարանները, բայց հրաշալի պատմամշակութային ժառանգություն կա ամեն այցելողի համար։ Դիտենք տեսանյութը։ Բայց ես համոզված եմ, որ միգուցե մեր տեսանյութում չկան, բայց ես գիտեմ, որ սրճարան, մի քանի սրճարան շատ հայտնի Եվրոպայում Աթենքում գոյություն ունի։ Հենց սուրճի ուղղությամբ։ Սուրճի ուղղությամբ, այդպես է կոչում են եսի մինչ Coffee Lab, բայց դիմացից էլի բառեր կան, որտեվ այդ մենք միայն տասնյակի մասին խոսեցինք, բայց եթե 30-ը դիտես, այնտեղ կան նաև Աթենքի սրճարաններ։ Դիտեք տեսանյութը, միգուցե տեսանյութում էլ տեսնենք նորություններ։ Գնացինք Աթենք, սիրում եմ Հունաստանը։ Վերադարձանք Աթենքից եւ շարունակում ենք ուրախացնել ձեզ, որովհետեւ ունենք հիանալի լուրեր բոլոր այն մարդկանց համար, որոնք որ տանը ունեն մարտկոցներ։ Իսկ թվում է ինձ դա վերաբերվում է յուրաքանչյուրիս։ Այո, մեր հովանավորն է Stark ապրանքանիշը, որը ներկայացում է USB 2A եւ 3A տեսակի վերալիցքավորվող մարտկոցները։ Սա հիանալի խնայող եւ արդյունավետ այլընտրանք է մյուս բոլոր 1.5 վոլտ մարտկոցների համեմատ։ Վերջին սերնդի Stark USB մարտկոցների լիցքավորումը կատարվում է USB-C լիցքավորմամբ։ Պարզապես միացրեք դրանք ձեր համակարգչի, նոթբուքի կամ մեքենայի ցանկացած USB-C վարտակից եւ վերջ։ Այլևս ստիպված չեք լինել ձեր երեխայի խաղալիքի, հեռակառավարման վահանակի, անլալ մկնիկի կամ այլ սարքավորումների համար անընդհատ մարտկոցներ գնել։ Stark USB Այո, օրինակ, Stark USB մարտկոցների ամբողջական լիցքավորման համար ընդամենը 30 րոպե է պահանջվում։ Խնայեք ձեր գումարն ու ժամանակը ձեռք բերելով Stark լիցքավորման մարտկոցները։ Գնումների համար կարող եք զանգահարել 044 848 101 հեռախոսահամարով։ Փաստորեն գնում ենք երկու մարտկոց, իր հետ գալիս է այս հիանալի զարյադնիկի լարը եւ օգտագործում եք, հենց նստում է 30 րոպեով միացնում եք ինչ որ մի հոսանքին, բայց ոչ թե ստեպսելից, այլ փաստորեն USB-ից։ Եվ 30 րոպե հետո նորից կարող եք օգտագործել։ Հիանալի է, այսինքն այլևս այն ուղղակի դեն նետելու կարիք չկա։ Եվ մտածում եք նաև բնության մասին։ Բնության մասին, այո։ Որտեղ շատ երկար ժամանակ կարող եք սա օգտագործել, չափսերը տարբեր են լինում,
ինչպես որ գնում ենք խանութ, ասում ենք բարակ ունեք, համ բարակ ունեն, համ հաստ ունեն։ Այո, ամեն ինչ։ Եվ շատ ավելի հաստ ունեն, ինչպես տեսնենք, այսինքն ամեն տեսակի տեխնիկայի համար նախատեսված է։ Հեռակառավարման պուլտերի համար է շատ հարմար։ Օրինակ սրա վրա գրված է, որ 7 տարվա երաշխիք ունի աշխատանքի։ 7 տարվա։ Երկու մարդկոց 7 տարի, պատկերացնում ես։ Ստարկ։ Այո։ Իսկ մենք անցնենք առաջ, Գոր, իսկ ինչ է հիմա մեզ սպասվում։ Ըստ երևույթի գովազ շանթիեթերում գովազդից հետո կունենանք եւս մեկ շատ հետաքրքիր կին հյուր։ Մնացեք մեզ հետ։ Մոտենում է այն պահը, երբ որ քահարկենք ուղի եթերում երկու երազմակիչի ավտոմեքենան, իսկ մինչև դուք մտածում եք, թե ինչպես ենք մենք դա անելու եւ ինչ եք անելու այդ երազ ավտոմեքենաները, ինչպես եք մասնակցելու խաղարկությանը։ Այո, ինչպես եք հաղթելու խաղարկությունում, երաժշտություն շանթի եթերում, որից հետո անակնկալ։ Սեր Պոլ Մակկարտին էր շանթի եթերում, ասեմ, որ սև ու սպիտակ մասը տեսահոլովակի, եթե չգիտեք, նկարահանվել էր Դավիթ Հաշենի երրորդ թաղամաս Ձյունիքի շենքի բակում, այո։ Ես չմոռանաք, որ այսօր ապրիլի 1-ն է, ինչ ասում է Գորը, խնդրում եմ մի փոքր հումորով մոտենալ։ Անցնենք առաջ եւ ներկայացնենք մեր տաղավարում է հայ ռուսական սլավոնական համալսարանի դասախոս, ամենատարբեր առաջատար նախագծերի համահեղինակ, Բայ Կազարի զեղչային համակարգի հիմնադիր Կարմեն Ղազարյանը։ Այսօր խոսելու ենք հենց զեղչային նոր համակարգի ու դրա օգտագործման առավելություններից եւ հնարավորություններից, որոնցից կարող եք օգտվել նաեւ դուք։ Բարի առավոտ։ Ողջույն։ Բարև ձեզ, Կարմեն։ Խնդրում եմ ասեք, ինչ է նշանակում զեղչային համակարգ։ Այն էլ Բայ Կազարի։ Այո։ Չէ, Բայ Կազարին հետո ինչ է զեղչային համակարգ։ Զեղչային համակարգի անունն է այդպեսին, Գոր։ Զեղչային համակարգ, նախ ողջույն ու շնորհակալ եմ շատ հրավերի համար։ Զեղչային համակարգ նշանակում է համակարգ, որը հնարավորություն է տալիս վճարելով այս դեպքում 990 դրամ ամսական հնարավորություն ունենալ ամենատարբեր ընկերություններում ունենալ զեղչեր։ Այսինքն, օրինակ, 90 զեղչային քարտ պահելու փոխարեն ունենում եք Բայ Կազարի զեղչի քարտը եւ հնարավորություն այդ բոլոր զեղչերից օգտվելու։ Այն որ գացենք խանութ ասում են զեղչի քարտ ունեք, Մարիամը սումքենցը թափում է, ասում բայց ես հիշում էի, հիմա այդ պետք չի փաստորեն։ Իսկ դա ինչ է, հավելված է, թե քարտ է։ Դա on-line քարտ է։ Անգամ այդ մասով ենք մտածել, որպեսզի չլինի ֆիզիկական քարտ, Մարիամը չմանդա քարտը։ Այո։ Հեռախոսի հավելված է։ Այո։ Կայքի միջոցով։ Կայքի միջոցով։ Այո, կայքի միջոցով ձեռք եք բերում on-line քարտ, որը հնարավորություն է տալիս բոլոր այդ հաստատություններում 90 ունենալ տվյալ զեղչի հնարավորություն։ Դա միայն խանութներն է, թե օրինակ չգիտեմ, գազալցակայան, բենզալցակայան, սրճարան, սուպերմարկետ։ Բրենդային խանութների մասին է խոսքը, ռեստորանների, հոռեկա ոլորտի ամենատարբեր հաստատությունների, հյուրանոցների, սպա կենտրոնների, բյութի հարթակների ոլորտները շատ տարբեր են։ Ինչի Բայ Կազարի։ Ինչ է նշանակում։ Անունը, նախապատմությունը անվան հետ կապված։ Ազգանվանս հետ է կապված։ Այս նախագիծը ես իրականացնում եմ ամբողջությամբ իմ մտահղացումը եւ իրականացնում եմ ես, դրա համար ցանկացել եմ, որ ասոցացվի իմ ազգանվան հետ Կարմեն Ղազարյան, Բայ Կազարի։ Հասկացար, ես գիտեի Գոր։ Ինչպես կարելի է դառնալ Կազարի։ Ասեմ որ հիմար հարցեր չտա, ասեմ ես գիտեմ։ Ես ուզում եմ որ դուք իմանաք, քանի որ սա շատ կարևոր փաստ տեսեք, ի սկզբանե դուք նշեցիք մի խնդիր, որը որ մեր հասարակության մեջ եւ մեր ընտանիքներում անդադ ինում է։ Զեղչի տարբեր քարտեր, այո, միգուցե շատ անգամ կանանց, բայց նաեւ տղամարդկանց։ Շատ քարտեր, որոնք հնարավորություն են ունենում անընդհատ կորելու, բայց չէ որ դու ուզում ես օգտվել։ Եվ սա շատ լավ հնարավորություն է մեկ քարտի միջոցով ընդհանրապես on-line քարտի, որը որ ֆիզիկապես գոյություն չունի անգամ եւ չեք կարող կորցնել։ Այո։ Շատ տասնյակներ խանութներից օգտվել այն էլ ինչ զեղչերով։ Ինչ ենք անում, մտնում ենք կայք։ Մտնում եք, այո, 3w.baykazari.com կայք, լրացնում եք, իդեպ կայքը շատ պարզ եւ պրիմիտիվ է։ baykazari.com։ Այո։ Okay, ընթացքում իր։ Ահա, կայքը շատ պարզ ու պրիմիտիվ է, հենց այն նպատակով, որպեսզի հավելյալ ինֆորմացիայով կողքից արդեն չզբաղեցնենք մարդկանց միտքը։ Մտնում եք կայք, գրում եք անուն, ազգանուն, հեռախոսահամար եւ գործող հասցե, էլեկտրոնային հասցե, որի վրա պետք է on-line քարտը գա։ Լրացրեք ձեր ազգանունը, ձեր ապճի ամիշ ճիշտ ասում։ Հա, դե լրացրեք։ Շատ հեշտ է, այո։ Վճարում ենք 990 դրամ, իսկ ինչպես եք անգլերեն, հայերեն, ռուսերեն, որ լեզու ուզում
ենք թե այս պահին միայն հայերեն գործում, հաջորդիվ կլինի նաև բացի անգլերեն փոստից, էլեկտրոփոստը պետք չի հայերեն լրացնել, դա անգլերեն, դա գրում ենք։ Լավ, ենթադրենք հիմա գորը վճարում գրում եք, այո, օնլայն 990 դրամ վճարում ենք եւ ստանում ենք ամբողջ ապրիլ ամսվա համար նախատեսված։ Ես նախատեսված։ այսպես խորամանկ անձնավորություն եմ։ Հիմա նայեք, ես այդտեղ չեմ տեսնում։ Իսկ ինչ բաներ կան։ Որտեղ կարող եմ տեսնել։ Այս դրա մասին է խոսում։ Ինքը բարձ պրիմիտիվ է, պարզապես մուտքավճար կատարելու եւ օնլայն քարտը ստանալու համար։ Իսկ արդեն ինֆորմացիոն գործիք ինձ համար ծառայում է Instagram-յան պաշտոնական էջը, որտեղ մանրամասն բաժիններով ամբողջությամբ գրանցում ենք, վճարում ենք, հետո մտնում ենք ձեռք բերում միայն։ Իսկ ամբողջական, քանի որ ինֆորմացիան շատ է, պատկերացնում ենք 900 հաստատությունների մասին բայց միգուցե ավելի ճիշտ է սկզբից գնանք Instagram-յան Instagram-ից են գալիս։ Այո, եթե արդյոք նայենք խոսենք Instagram-յան էջի մասին, ինչպես կարող ենք Instagram-ում գտնել բայկազարին, հենց բայկազարին, այո, ամբողջությամբ ներկայացված են թե հաստատությունները, թե այն զեղչերը, որոնք տրվել են տվյալ հաստատությունների կողմից, այո։ Գորիչ լավ ուսումնասիրում եք, այնքան դուր է գալիս։ Այդ տեսնում եք, այսպեսի հետաքրքրություն է առաջացնում քարտը, որի միջոցով մենք կարող ենք շատ ու շատ, ինչպես Կարմենը նշեց, 900-ից ավել ընկերություններ 90-ից ներողություն, 90-ից, այո։ Օй, ներողություն, բայց վստահ եմ, որ շատ շուտով այն կդառնա 900 ընկերություններից ունենալ առավելություն։ Ես վստահ եմ, որ սա նաև եթե նայենք, այսինքն ռեստորանային Նոա սպորտում զեղչեր կան, 30% զեղչ։ տեսնում ես Միրոպե, իսկ եթե այնտեղ արդեն կան զեղչեր, դրան Այդ ավելանում դեպքում նոան տալիս է հավելյալ 10% զեղչ։ Բայց տալիս է, սովորաբար եթե լինում են զեղչեր, ոչ մեկ չի Նոր տալիս։ տեսականիները սովորաբար չեն տրվում շատ զեղչեր, իսկ Մարիամի սիրած Բենետոնում կան զեղչեր։ Գոր ես կարծում եմ դու հակի շատ բան հայլայթները կտեսնեք բաժիներով ամբողջությամբ առանձնացված է այն հատվածը, որը ձեզ հետաքրքիր է, հորեկան, հորեկա, անգամ հասկացա highlight ինչ է։ Ես ինձ սկսում եմ հարգել կամաց։ Так, բայց դեռ օրինակ բենզալցակայաններ բան դեռ չեն ասել ձեզ։ Իսկ ինչպես եք փնտրում ձեզ, ինչպես եք գտնում այն խանութները, որոնք որ սովորաբար հիմա որ դուք տեսնում եք այդ 90 թվով հաստատությունները, դրանք նախկինում կամ իմ գործընկերներն են եղել, կամ ես որպես հաճախորդ օգտվել եմ ու գոհ եմ մնացել եւ վստահ արդեն նաեւ առաջարկում եմ սպառողին։ Լավ, հիմա վստահ եմ, որ մեզ շատերն են դիտում։ Ավտոմեքենա չեք քշում։ Ավտոմեքենա չեք լսում, չեք նամասում։ Մտածեք կմտածեմ, Ոչ միայն իմ մասին, էլի իմ մասին։ Իմ մասին էլ, այն էլ ես պրեմիում եմ քշում, իմ մասին առավել եւս է պետք մտածել։ Լսեք, ուրիշ բան հասկացա։ Իսկ եթե օրինակ զեղչեր պեկում ունենանք։ Այ գոր, դե լավ քաղաքապետարանում զեղչեր չեն լինում, խնդրեմ չարադառնալ։ Ինչպես կարող են դառնալ նաև ընկերությունները բայկազարի անդամ։ Այսինքն ոչ թե մարդիկ արդեն պատկերացրեցին։ Ինչպես կարող են մեծ ընկերությունները համագործակցել ձեզ հետ։ Եվ ինչ է տալի դա իրենց, ուղղակի իրենք հաճախորդներն են շատ անում, թե ինչ եք դուք իրենց տալիս։ Ահա, նախ ընկերությունները ես անկեղծ շատ նրբանկատորեն եմ մոտենում այդ հարցին ու վստահ պետք է կարողանամ խորհուրդ տալ։ Դրա համար այդ ընկերությունները կարող են հայտնվել բայկազարիում։ Ինչ է տալիս բայկազարին իրենց։ Հավելյալ գովազդ, ինչու ոչ, նելինք փաստի ես շատ հետաքրքիր նախագծեր ու մտքեր եմ իրականացնում գովազդային թիրախային տարբերակով եւ հաճախորդների հոսք։ Դա անվճար եք դուք տրամադրում իրենց հետո։ Այո, բացարձակ անվճար։ Գովազդային ձեր կրեատիվը, այսինքն անվճար ընկերություն։ Տեսնեք, այսինքն մենք հենց ինձ վճարում են միայն։ Այսինքն ես գովազդ արեցի։ Տեսնում ես, իսկ մենք երբ մտնում ենք այդ հասկացա որ կտերը կերա։ Instagram-յան էջ երբ մտնում ենք այդ ամեն առած։ տեսնում եք, ճիշտ է մտածված ամեն բան գոր։ Վճարողը այս դեպքում միայն սպառողն է ու ենթադրաբար դա սիմվոլիկ գումար է 990 դրամ մեկ ամբողջական ամսվա համար ու բոլոր տեղերից Օրը 33 դրամ։ Բոլոր տեղերից անսահմանափակ քանակությամբ, այսինքն չկա ինչ որ cashback կամ կտրոնային համակարգ։ Դուք ձեռք բերելով քարտը անսահմանափակ կարողանում եք օգտվել։ Ես ներողություն եմ խնդրում, գրանցվեցի, արեցի ամեն ինչ, եկա խանութ, ասում են բարև ձեզ, ես ունեմ բայկազարի։ Այո։ Ես ունեմ բայկազարի։ Իրանք ինչ բացում են ինչ-որ ցուցակ։ Արդեն ամբողջը ծրագրավորված է։ Իրենց մոտ։ Ես միայն ասում եմ, օրինակ իմ անուն ազգանունը։ Պարզապես ցույց եք տալիս ձեր անվանական, երբ որ դուք լրացնում եք ձեր անուն ազգանունը, ձեզ վճարելուց հետո հեռախոսի գալիս է անվանական օնլայն քարտը։ Ցույց եք տալիս օնլայն քարտը, արդեն բավական է։ Չեն գալիս բարև ձեզ, ես Գոր Գրիգորյան։ Չէ, ցույց եք տալիս պարզապես։ Պարտադիր չի ամեն տեղ ներկանալ։ Այս բaragայում կարող եք ուղղակի ցույց տալ ձեր քարտը եւ դա բավարար է ստանալու զեղչը։ Այո։ Քանի տարի է բիզնեսը եւ ինչ հաջողություններ եք հասել։ Քանի տարի է բիզնեսը 2 ամսվա պատմություն ունի ընդհանրապես։ Դեռ չեք հասնել Իսպանիայում գնել, չգիտեմ ինչ։ Չէ, դեռ չեմ հասցրել, բայց աշխատում ենք այդ ուղղությամբ։
Օրինակ ամսի 1-ի հետ կապված այսօր ամսի 1-ն է եւ ամենանպատակահարմարը հենց ամսի 1-ին ձեռք բերել, թեպետ ամբողջ ամսվա ընթացքում կարող են, բայց օգտվել միանշանակ, ձեռք բերել նույնպես։ Բայց եթե ապրիլի ամսվա համար է նախատեսված, ավելի նպատակ։ Ես ուզում եմ նաեւ ասել, որ միայն զեղչերով չենք սահմանափակվում, հենց այսօր ապրիլի 1-ին նրանք, ովքեր ձեռք կբերեն քարտ, հնարավորություն կունենան առաջիկա անակնկալներ ունեմ աղջիկների համար, քանի որ կանանց երազ ավտոմեքենաների խաղարկություն։ Հա, չէ, այդքան դեռ չէ։ Ի տարբերություն ձեր երազի իրականություն է գո։ Սա երազ չէ, սա իրական է, այո։ Աղջիկների համար։ Թվով 20 աղջիկները հնարավորություն կունենան հետաքրքիր անակնկալ ունենալ իմ եւ Մեղու մարքեթինգի ղեկավարի կողմից, դա հաջորդիվ արդեն կներկայացնեմ։ Կարող են տղաները մասնակցել եւ իրենց գեղեցկուйների համար ինչ որ անակնկալ ապրիլի 7-ին էլ գումար կբան կանանեք, ինչ կան խնայեք։ Խնայեք, ահա։ Կարմեն, շնորհակալություն, սա կարծում եմ որ շատ լավ նախագիծ է։ Չէ, գովազ, պետք է ես հարցեր ունեմ դեռ Կարմենի։ Ուրեմն գնանք դիտենք գովազ եւ վերադառնանք շարունակենք։ Այո, օրինակ ուզում եմ հարցնել տարեկան փաթեթ լինելու թե բայց բոլոր պատասխանները գովազից հետո։ Մնացեք մեզ հետ։ Վերադարձանք եւ շարունակում ենք մեր զրույցը Կարմեն Ղազարյանի հետ եւ Բայ Կազարի մասին ենք խոսում։ Քարտերը, որոնք որ այսօր շատ լավ օր է զեղչային քարտերը ձեռք բերել եւ ամբողջ ամիսը օգտվել շատ ու շատ ընկերություններից բավականին մեծ զեղչերով, որը որ մեզ կօգնի մի փոքր ավելի գումար էսպես պահպանել մեզ համար։ Կարմեն, խնայել։ Կարմեն, այ ինձ հետաքրքիր մի քանի հարց։ Խոսեցինք ինչ որ խանութներ եւ այլն, ծառայությունների հետ կապված արդյոք կան նաեւ ընկերություններ, որոնք ներառված են։ Այո, ծառայություններ նույնպես կան, կրթական ծառայությունների հետ կապված, բարի դպրոցներ, կրթական հետաքրքիր ծրագրեր, ամբողջությամբ ներկայացված է, որ մտնեն, արդեն ուսումնասիրեն մի քիչ շատ հետաքրքիր նորություններ կունենան իրենց համար։ Ընկերություններ, որոնք որ Հայաստանում են գործում, բայց կան ընկերություններ, որոնք Հայաստանից դուրս են գործում, կամ միգուցե ընկերություններ, որոնցից Հայաստանում օգտվելուց նաև կարող ենք բարիքներ քաղել Հայաստանից դուրս։ Այս պահին իրականում Հայաստանից դուրս անգամ։ Այ լսի գոհ։ Այս պահին իրականում միայն Հայաստանում, քանի որ մի 2 ամիս է գործունեություն ենք ծավալում, բայց մտադրություն կա իրականում այն բոլոր ուղղությունները, որոնք սիրված են մեր հայերի կողմից, ճամփորդելու տեսանկյունից, նաև փորձել ուսումնասիրել եւ առաջարկել, պատկերացնում եք, ասենք ճամփորդելիս ունենակ որևէ ռեստորանում, հյուրանոցում կամ թեկուզ խանութներում զեղչի հնարավորություն նաև սահմաններից դուրս։ Բարսարյալ խաղի տոմս գնելուց զեղչ ունենաս։ Կամ այս սրճարաններից, որոնցից այսօր մենք խոսում ենք, այո։ Կարմեն, իսկ սա ունիկալ բան է, պրոդուկտ ինչպես է հայերեն։ Պրոդուկտ։ Թե Հայաստանի, թե աշխարհի համար, թե ինչ որ տեղից տեսել եք։ Ես անկեղծ չեմ տեսել, հա, ինքս մտածել եմ որևէ օգտակար բան անել, որտեղ ես ինքս ունեմ այդ զեղչի հնարավորությունները, բայց շատ անգամ փորձում օգտակար լինել թեկուզ բարեկամներին, ընկերների, որ ասում են դու ունես զեղչի քարտ, մենք չունենք, ոնց կարող ենք օգտվել։ Քարտը կտած։ Հա, քարտը կտած տարբերակը, իրականում միտքը գիտեք։ Դե կորում է քարտերը երևի։ Ես հասկացա, տակ։ Իրականում միտքը ինչպես է, գիտեք Instagram-ը ինչ հնարավորություններ է տալիս շփման։ Մի անծանոթ աղջիկ ինձ գրեց զուտ տեղեկացված լինելով, որ ես ռեստորանային, սրճարանային տարբերակներին Երևանում գործող քաջատեղյակ եմ, խորհրդի լայն հնարավորություններ ունեմ ստացվել։ Ուղղակի գործունեություն եմ ծավալում արդեն երկար ժամանակ ու խորհուրդ հարցրեց, զուտ խորհուրդ, հա, ես մի քանի հարց տվեցի, թե ֆորմատային առումով հասկանալու համար ինչ խորհուրդ տամ, քանի որ շատ զգուշ եմ խորհուրդների մեջ, ու խորհուրդ տվեցի, չեմ հիշում այս պահին ինչ խորհուրդ տվեցի, ու ինքը այնց շատ վստահ ասեց, իսկ կարող է ինձ զեղչի հնարավորություն հնարավոր լինի ձեռք բերել։ Հա, անկեղծ կարկամեցի, որտեղ նախ անծանոթ մարդ էր հարցնողը, երկրորդը չէի մտածել այդ ուղղությամբ, հետո խոսեցի այդ ռեստորանի համապատասխան մարմիններին, ասեցին ոչ մի խնդիր, սիրով։ Այսինքն ուրիշ մարդու համար զանգեցիք դուք։ Այո, ուղղակի։ Բարի մարդ եք կարող։ Եթե կարող ենք օգնել, ինչի՞ չօգնենք, ու դա դիտարկելով որպես կոմպլիմենտ զեղչ։ Ու ես ենթադրեցի, որ եթե այդ կոմպլիմենտ զեղչ ասվածը ստացվում է, ցանկալի է մարդկանց համար եւ դուրեկան է սպառողի համար, ինչու ոչ։ Դա արդեն համակարգային տեսքով ներկայացնել։ Կարմեն, խոսեցինք, հա, այլ երկրում զեղչ ունենալուց, բայց նաև հիմա շատ լավ ժամանակահատված է, երբ մարդիկ պլանավորում են, թե ինչպես պիտի ամառն անցկացնեն։ Արդյոք ձեր զեղչային համակարգի մեջ նաև կա ընկերություն տուրիստական, որի հետ համագործակցելով ներկայացնելով Բայ Կազարի քարտը մենք կարող ենք զեղչ ունենալ, քանի որ այդ դեպքում
10 կամ 20%, եղջը բավականին մեծ գումար է կազմում։ Մեղմ ասած։ Մեղմ ասած, եթե գորը ամբողջ ընտանիքով գնա, մեղմ չասած։ Կարամ զոքանչից միշտ հետս տանեմ։ Եվ եթե ամբողջ ընտանիքով գնաք, դուք քանի անդամ եք գոր։ 6 պլյուս զոքանչ 7, եթե 7 հոգով դուք օգտվեք 8 Ընտիր։ Իրականում անտիր, տեսար Կարմենը հաշվարկեց։ Հասկացավ թե ինչքան դու կարող ես օգուտ ունենալ, եթե բայկազարիով գնաց հանգստանալու։ Իրականում ես ասեմ, ունեմ մեկ եւ միակ գործընկեր այս ոլորտում, ում անվերապահորեն վստահում եմ արդեն տարիներ շարունակ խոսքը Անրիվա ընկերության մասին է, ինքս բազմիցս բացառապես Անրիվայով եմ ճանապարհորդում, քանի որ աշխարհի որ կետում է լինեմ, ես ինձ շատ ապահով ու վստահ եմ զգում իմ ընտանիքի։ Եվ հիմա այդ հնարավորությունը այո, միանշանակ այդ հնարավորությունը անկեղծ, վստահ ու սրտանց։ Այսինքն այն բոլոր զեղչերը, որ ձեզ էին անում որպես Կարմեն, հիմա անում են բոլոր Կարմենի ծանոթ եւ անծանոթ մարդկանց, որտեղ գործում է բայկազարի։ Եթե անկեղծ այդ այն ոլորտն է, ինչ նուրբ ոլորտ է, հստակ զեղչի ըստ ուղղությունների, միանշանակ ձեզ զեղչ կանեն, բայց ըստ ուղղությունների, հա, օրինակ, եթե հենց այն ուղղությունն ընտրեք, որ հենց Անրիվան է առաջարկում, ավելի շատ զեղչի հնարավորություն կունենա, քան մեկ այլ ուղղություն, բայց այն, որ զեղչի հնարավորություն տալիս է Անրիվան բայկազարի ակումբի անդամներին, դա միանշանակ։ Հավատացեք, այդ մեծ փաթեթների մեջ անգամ 5% զեղչը բավական լուրջ գումար է ստացվում։ Այն էլ գորի ընտանիքի պարագայում։ Սա հիմա դες ասացիք ակումբ, բայկազարի ակումբ։ Իսկ սա հետագայում կարող է դառնալ, չգիտեմ, սոցհարթակ նաև, որտեղ մարդիկ իրար հետ կսեն շփվել, ծանոթանալ, ամուսնանալ, չեմ կարծում, հա, ուրիշ տարբերակով կարող է շարունակություն ունենալ զուտ մարդկանց օգուտ տալու ֆինանսական առումով այդ կոմպլիմենտ ունենալու դեպքում, բայց այդպես ծանոթությունների համար ենթադրում եմ, ամեն դեպքում ակումբը ենթադրում է այդ նաև ծանոթությունները։ Դե որտեղ եթե դա ակումբ է, ուրեմն համակարգ ակումբ, քանի որ ինքը նոր է, Գորտյան, քանի որ ինքը նոր է, ես ինքս էլ դեռ երբեմն ակումբ եմ ասում, երբեմն համակարգ։ Փորձում եք դեռ փորձում եմ, այո։ Իսկ հավելվածի մասին մտածել եք արդեն, որը էլ ավելի հարմար կլինի։ Ես նախքան ստեղծելը կայքը մտածել եմ երկար ժամանակ հավելված թե կայք, բայց քանի որ հավելվածը այս դեպքում մի քիչ իմաստը կորցնում էր, հա, մարդկանց հեռախոսների մեջ սովորաբար տեղ չի լինում կամ հավելյալ ինչ որ, հա, բարդություն է իրենից ենթադրում, փորձեցի ավելի պարզ տարբերակով հասանելի դարձնել։ Սա ավելի պարզ է ուղղակի։ Դուք որ մտաք, հա, իհարկե, անգամ իմ համար էր պարզ։ Հա, չէ, նայեք, հավելված մտնելիս ինչ որ պատուհաններ է բացում, ինչ որ մի քանի գործողություն պիտի անես, որ բուն քարտ պետք է գցես, չգիտեմ, հա, իսկ այս դեպքում ինքը շատ ավելի պարզ է։ Կարող եք արդեն ասել երկու ամսվա մեջ քանի մարդու եք օգնել, մոտավորապես պլյուս մինուս, եթե մեզ հարգանքը լսում եք, կարող եք քչացնել։ Չէ, հստակ դեռ չեմ կարող ասել, քանի որ այս պահին դեռ չեմ կենտրոնանում որպես այդպիսին քանակի վրա։ Ինձ համար հարյուրավոր մարդիկ են, հազարավոր, տասնյակ։ Մոտ 100։ Ասում եմ, չեմ կենտրոնանում քանակի վաճառքի վրա կոպիտ ասած, պարզապես ինձ պետք է ինֆորմացիայի տարածում լինի, որտեվ ինքը իսկապես օգտակար է ու արժեքն է լինալու դրան ուղղակի սիմվոլիկ է։ Իսկ այդ սիմվոլիկը երբ է բերելու եկամուտ, երբ եք դուք հասկանում, որ սա բիզնես է։ Հա, արդեն քիչ-քիչ մտածում եմ այդ ուղղությամբ։ Դե ընկերությունները պիտի շատանան, մարդկանց հետաքրքրվածությունը պիտի ավելի բարձրանա։ Ավելի տեղեկությունը պիտի, այսինքն մարդիկ երբ որ քաջատեղյակ լինեն, 90 ընկերությունը քիչ չի իրականում, եթե դուք թերթեք գրեթե բոլոր ոլորտներին անդրադարձել եմ, այսինքն ամսակը դրվածքով մարդ որտեղ որ գումար ծախսում է, այսինքն կարող է խնայել։ Իհարկե կարող է խնայել, իսկ այդ 5-ից 50%-ի մասին է խոսքը իրականում, օրինակ կան խմբակներ, որտեղ առաջարկում են 50% զեղչի հնարավորություն։ Եթե ուզում եք երեխային տանել այդ խմբակը, այս դեպքում լավ հնարավորություն է գումարի կեսը վճարելով, թեկուզ փորձնական տարբերակով հասկանալ արդյոք դա ձեզ պետք է թե ոչ։ Իսկ Կարմեն, երբ որ դա լինի, չգիտեմ, օրինակ on-line ծառայություն, ինչպես, դե հիմա խանութ գնացին կամ ռեստորան ցույց տվեցին կամ բարի խմբակում ցույց տվեցինք, իսկ on-line դեպքում սովորաբար on-line այս բանին ինքս դեռ չունեմ, հա, բայց ամեն դեպքում դուք ձեռք բերելով անվանական ստանում եք Գորջան ձեր on-line քարտը, այսինքն անվանական է լինում։ Երբ որ առնում եք, ձեր անունով գալիս է, ու այդ տարբերակով on-line-ով կարող եք նույնպես։ Հա դե ինչ բոլորս դեպի bayqazari.com, սկզբից մտեք Instagram-յան էջ Bayqazari, որ հասկանաք թե ինչն է ձեզ հարմար, սիրելի տղամարդիկ, այսօր կարող եք ձեր կանանց աղջիկներին
Զոկանչներին ցնցել, օրինակ, Զոկանչներին շատ է դուր գալիս գոր։ Խնայեք էներգիա, նյարդեր եւ գումարներ։ Եթե Instagram-ում գոնե մեկ անգամ, այո, ես զոկանչ չունեմ, բայց ձեր զոկանչին արդեն սիրում եմ գորը։ Դու չես կարող։ Եթե Instagram-ով հետևեք Բայկազարի եւ տեսնեք խանութների ցանկը, որը այսօր չկարողացանք բնականաբար բոլորը այսպես ասել, անգամ մեկ խանութից օգտվելու պարագայում էլ միևնույն է, դուք արդեն օգտվել եք բավականին մեծ գումար եք այսպես խնայել մի կողմ։ 990 դրամից ավելի շատ կխնայեք հաստատ։ Այո, այսօր ամսի 1-ն է, շատ լավ օր է գնելու Բայկազարի կարտը եւ ամբողջ ամիսը օգտվել բազմաթիվ զեղչերից։ Շնորհակալություն Կարմեն։ Մենք անցնենք առաջ եւ ինչ ենք իմանելու գոր, պիտի պատտվենք։ Փորձել ենք սնվել առողջ։ Այո, փորձել ենք այդպիսի բաներ։ Այո, ես սիրում եմ առողջ սնվել։ Սնվենք առողջ, տեսնենք տեսանյութը, տեսնենք թե ինչ է մեզ համար պատրաստվել այս անգամ։ Ինձ թվում է սնկերի հետ կապված է լինում, քանի որ գարուն է, անձրևներ են գալիս, անձրևներից հետո սնկերը շատանում են եւ բացի դրանից խանութներում միշտ են վաճառում սնկերը եւ սունկ ուտելով կարելի է լինել առողջ։ Մնացեք մեզ հետ։ Իմացանք սնկերի մասին բավականին ինֆորմացիա, բայց մտածելու շատ բան կա, որովհետև մինչև հիմա գիտնականները չեն կարողանում հասկանալ սունկը դա բույս է թե կենդանի։ Բայց այն որ սունկը պետք չէ լվանալ ջրի տակ եւ այն վնասվում է, դա ինձ համար այսպես նորություն է։ Անակնկալ էր փաստորեն։ Քանի որ մենք սովոր ենք այսպես մի փոքր անգամ թողնել, որ հոսող ջրով մաքրվի սունկը։ Այո, փաստորեն այդպես չէ։ Սխալ է, վնասում ենք սունկը։ Նեղվում է սունկը։ Լացում է սունկը։ Գովազդից չի նեղվում եւ չի լացում։ Մնացեք մեզ հետ գովազդ Շանթի եթերում։ Եվ մենք եւ ժամանակն է հերթական անգամ հետաքրքիր էքսկուրս կատարել։ Մենք շարունակում ենք պատմել մեր քաղաքի գեղեցիկ շենքերի ու հուշարձանների մասին։ Դրանց մի մասը դեռ կան, մյուսները չկան։ Մայր թատրոնի շենքը կա ու այս առավոտ հենց դրա մասին կլինի մեր տեսանյութը։ Կա եւ հուսանք կլինի։ Այո, գնացինք դեպի Մայր թատրոն։ Այսքան այսօր կարծես թե թատրոն գնացեք, տոմսեր գնեք, ձեզ լավ պահեք, խելոք պահեք, եղեք բարի, շրջեք ամբողջ աշխարհում, չմոռանաք մեր շեշտած լավագույն սրճարանները, որտեղ կարելի է վայելել հիանալի սուրճ։ Մտեք համապատասխան էփեր եւ տեսեք թե ինչ է կարողանում զեղչել ինքներդ ձեր համար եւ վերջ մնաք բարով կհանդիպենք վաղը մինչ ձերն էլի եւ գուր Սեսեցին Ձե